Եթե խոսքը գնում է գազի մասին, բնականաբար ռուսական գազի այլընտրանքը կամ իրանական գազն է Հայաստանում, կամ Ադրբեջանից սոկարից ստացվող գազն է, որը քաղաքական լրջագույն ռիսկեր է պարունակում։ Քո էներգետիկան, քո էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը ջերմային էլեկտրակայաններն են տալիս, հա, որը աշխատում է գազով։ Այսինքն այս առումով, եթե դնեմ մյուս կոմպոնենտները, մյուս արտադրությունները գազի հետ կապված, հստակ եմ ասում, գոնե քո էլեկտրաէներգետիկ համակարգի կայունությունը ջերմային էլեկտրակայանների միջոցով է նաև ապահովում։ Ես կարծում եմ, որ այս պահին գոնե շատ բարդ է դրան այլընտրանք գտնելը։ Տարբեր ռիսկեր կան, ամենատարբեր ռիսկեր, շուկաներ ես կորցնում, գազի հետ կապված սակագին ես կորցնում եւ դրա ռիսկերը կարող է հաճախ նաև անհաղթահարելի լինեն։ Այսինքն այս առումով մենք շատ սթափ պետք է գնահատենք այդ ռիսկերը, ապագա։ Դրա համար մենք եղածը չպետք է կորցնենք, հակառակը պետք է ընդլայնենք դեպի ԵԱՏՄ շուկաներ, հատկապես որ նույն տնտեսական միությունը մաքսատուրքեր չկան։